Հուլիս 1518 թվական Ֆրանսիա, Ստրասբուրգ։ Միջնադար, ինկվիզիցիա, պարերն արգելված են։ Փողոցում սկսում է պարել մի կին և կանգ չի առնում։ Մեկ շաբաթ անց նրան միանում են տասնյակ մարդիկ, մեկ ամիս անց պարողների թիվը հասնում է 400 հոգու։ Պարում են առանց հանգստի, հացի և ջրի, մինչև ընկնում են գետնին։ Սա իրական պատմություն է, որը պատմաբաններն անվանում են Պարիժան տախտ։ Բարև ձեզ, դուք Stories from Ward հարթակում եք։ Հնարավոր չէ կոնկրետ ասել, թե երբ է առաջացել պարը, բայց հաստատ է, որ այն ուղիղ կապ ունի մարդկության պատմության զարգացման հետ նրա մի մասն է։ Պարերը եղել են արողակարգային, որսորդական, աշխատանքային, մարտական։ Մեծ հայքում սպարապետ էր Մուշեղ Մամիկոնյանը։ Հայերը պարում էին մարտական պար։ Սա միասնական գործողություն է և կոչվում է յարխուշտա։ Պարում էին միայն տղամարդիկ, ովքեր գնում էին հայրենիքը պաշտպանելու։ Այն դասվում է ծափ պարերի շարքին, պարողները մոտենում են իրար և ծափ տալիս։ Անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ, դրանցից մեկն այն է, որ յարխուշտա նշանակում է զենքի ընկեր։ Ժամանակի հետ պարը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել և այն չի կարելի պարել հարսանիքներին, ուրախ առիթներին։ Պարը ներկայացնում է ազգը, ներկայացնում է ժամանակաշրջանը։ Ժամանակակից պարերի հիմքը դրվել է առաջին պարահանդեսից, որը կազմակերպել է Նոտրդամյան ամրոցում Ֆրանսիայի թագավոր Կարլ VI-ի քրոջ հարսանիքին։ Պարահանդեսը լայն տարածում է ունենում և 2 դար անց շատ լեզուներով հնչող բալ բառը Եկատերինա Մեդիչիի շնորհիվ դառնում է բալետ։ Ռուսաստանում առաջին բալետը բեմադրվել է 1673 թվականին Ալեքսեյ Միխայլովիչի պալատում և հիմք դրել ռուսական բալետի ստեղծմանը, որի կարկառուն դեմքերից են Միխայիլ Բարիշնիկովը, Աննա Պավլովան, Մախմուդ Էսենբայևը և այլոք։ Մինչ արևմուտքը բալետ էր պարում, մենք մեր աշխարհագրական դիրքից ստիպված էինք հայրենիքը պաշտպանել ու պարում էինք քոչարի։ Սա դասվում է մարտական պարերի շարքին և ընդգծում է պարողների տոկունությունն ու մարտական ոգին։ Ունենալով նույն գաղափարախոսությունը, պարը Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ունի իր առանձնահատկությունները։ Այն արտահայտում է տվյալ տարածաշրջանի կենցաղի, սովորույթների, բնաշխարհի յուրահատկությունները։ Իդեպ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդասիրական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների շարքում։ Դարձյալ ելնելով աշխարհագրական դիրքից և սովորույթներից, 19-րդ դարի վերջին Ամերիկայի նավահանգիստներում պարում էին տանգո։ Я тоже хочу так. Где? Музыку, пожалуйста. Տանգոյի առաջացումը կապված է հետաքրքիր լեգենդի հետ։ Այն սկզբում պարում էին միայն տղամարդիկ։ Մի օր ուժեղ ալեկոծության ժամանակ աղջիկը ծովից սպասում էր իր ընտրալին ու երբ մառախուղի միջից երևաց նավը ու բարեհաջող ափ հասավ, աղջիկը նետվեց նավապետի գիրկը ու նրանք սկսեցին միասին պարել մի պար, որը սկզբում նախատեսված էր տղամարդկանց համար։ Աղջիկը չգիտեր պարը ու դա է պատճառը, որ առ այսօր տանգոյի մեջ տղամարդն է առաջնորդում ու աղջիկը հիմնականում ենթարկվում է նրա տեմպին ու ընդունված է համարել, որ պարի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է կինը վստահում տղամարդուն։ Պարի ծննդավայրը համարվում է Հարավային Ամերիկան,
որտեղ ծնվել են այնպիսի պարեր, ինչպիսիք են սամբան, ռումբան, պասադոբելը, հետագայում լամբադան։ Պարը իր մեջ ներառում է և եվրոպական, և աֆրիկյան տարրեր ու անգամ տեսակետ կա, որ աֆրիկյան մի դիալեկտով տանգո նշանակում է միասին։ Խոսելով տանգոյից չեմ կարող չանդրադառնալ վալսին։ Պատահական չէ, որ Ֆրանց Շուբերտի հայտնի ստեղծագործությունը կոչվում է վիեննական վալս։ Այս պարի պատմությունը պատված է շղարշով, դրվագին կանդրադառնանք մեկ այլ անգամ։ Հայտնի է, որ պարը առաջացել է Գերմանիայում և Ավստրիայում։ Այստեղ արիստոկրատիան արդեն սովոր էր պարահանդեսային պարերի բարդ շարժումներին և վալսը դարձավ թթվածին։ Պարահանդեսային բարդ պարերից հետո վալսն իր դինամիկայով, թեթև շարժումներով հաճույք ու ուրախություն էր պատճառում պարողներին։ Անցնելով բարդ ժամանակահատված, մերժվելով, արգելվելով, վալսը այսօր դարձել է պարահանդեսների, ավարտական երեկոների, հարսանիքների անբաժան մաս։ Մինչև 20-րդ դարի սկիզբը պարը ուներ կոնկրետ գործողություններ, առանց որոնց այն դադարում էր գոյություն ունենալ։ Հայտնվեց մի կին, ով մերժեց այս ամենը և ստեղծեց իր սեփական ոճը։ Նա Այսեդորը Դունկանն էր, ով նետեց կոշիկներն ու կորսետը և սկսեց պարել ինչպես քամին, ինչպես անձրևը, արտահայտելով իր անձնական զգացմունքների տրագիզմն ու խորությունը։ Այսեդորը Դունկանը հիմք դրեց նոր ոճի, խորեոգրաֆիկ իմպրեսիոնիզմին և իր այս ոճով նոր քայլ արեց պարի աշխարհում, անգամ ազդեցություն ունեցավ այսօրվա բալետի վրա։ Նույն այս ժամանակաշրջանում Ամերիկայի մեծ դեպրեսիայի տարիներին առաջացավ նոր ուղղություն՝ ջազը։ Մեծ Օրլեանը խանդավառության մեջ էր, բոլորը պարում էին, փողոցներում, ստեղծագործում էին, ինքնաարտահայտվում էին։ 1923 թվականը դարձավ ջազի առաջացման տարի, իսկ ջայվը կամաց-կամաց հարթեց իր տեղը դեպի ակադեմիական արվեստ։ Զուգահեռ զարգանում էր ստեպը, չիչոտկան, որի հիմնադիրներից է Ֆրեդ Աստերը։ Նա հոլիվուդյան ամենահայտնի աստղերից է, նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում և համարվում է մյուզիկլ ժանրի ամենահայտնի դերասաններից մեկը։ Հիշատակեմ Ջինջեր և Ֆրեդ ֆիլմը դիտեք անպայման, հետաքրքիր կլինի ձեզ։ 20-րդ դարի սկզբին պարահանդեսային պարը կորցրեց իր ակտուալությունը և այն ենթարկվեց տարբեր փոփոխությունների, բայց ջենտլմենների և կանոնների երկիր Անգլիայում այն ստացավ նոր ձև ու ներգրավվեց սպորտային պարերի շարքում։ Իսկ բրեյք-դանսը արդեն ժամանակի շունչն էր։ Երիտասարդությունը իր փողոցային կռիվները տեղափոխեց պարահրապարակ։ Բրեյք-դանսը բոլորովին նոր ուղղություն էր պարի պատմության մեջ և 2024 թվականին այլ ներառվեց օլիմպիական սպորտաձևերի շարքում։ Գրեք ձեր կարծիքը կոմենտներում, թե արդյոք դուք պարը համարում եք սպորտաձև, թե ոչ։ Խոսենք Մայքլ Ջեքսոնից և նրա լուսնային քայլվածքից։ Նա առաջ է գնում, բայց թվում է, թե հետ է գնում։
Այս ամենը կատարելու համար պետք է տիրապետել մեծ ճկունության։ 1983 թվականին Մայքլ Ջեքսոնի այս պարը պայթեցրեց ամբողջ աշխարհը եւ մինչ օրս բոլորը փորձում են կրկնել։ Իմ կարծիքով արվեստի ցանկացած ձև ինքնաարտահայտման միջոց է, իսկ պարը առավել քան, որովհետև այն իր մեջ ներառում է նաև ֆիզիկական հնարքներ։ Բաժանորդագրվեք, լայքեք, գրեք ձեր կարծիքները։